Mă, ca să-mi cu halucinații. Նման է ձեր Արցախի տանը այս տունը։ Ոչ։ Ավելի լավն էր Արցախի ձեր տունը։ Չէ։ Ալուկ մի եկ լիստ է ստեն։ Լավ է, բայց եսի ոչ տեղ է։ Էլի լավ է։ Դուք այն ընտանիքներից եք Արցախից բռնի տեղահանված, ովքեր այսօր բնակարանամուտ են տոնելու, երբ եկաք Հայաստան, ինչու հաստատվեցիք Բենյամին գյուղում եւ ինչքանով էր նման այս գյուղը ձեր ծննդավայրին ու որտեղից եք դուք բռնի տեղահանվել։ Մոտնոս շրջանկային շուկայից ենք տեղահանվել։ Սեպտեմբերի 27-ին հասել ենք Երևան։ Ինչու այստեղ կանգ առաք, հենց Շիրակի մարզում։ Մանեկանք, տենց ոչ այնտեղ շարմարվանք, ես վերջում տենց չերեզնկեր եկանք։ Ասին էլի ոստեղ տոն կայեկանք, տենց է։ Քանի հոգով եք այստեղ ապրելու։ 13։ Քանի սենյականոց է տունը։ 3։ Ինչ հիշողություններ եք ձեզ հետ Արցախից բերել, ինչ եք թողել Արցախում։ Ես միշտ մատկերում դեր։ Եսի։ Մեր ամենացանգը թող է ընդախ, մեր ծրպչուրում, մեր գերեզվանները։ Ես մնացած է կանեական չի, ինչքան էտ մեր սրպչուրում։ Յուրաքանչյուր արցախցու ես այս հարցը միշտ տալիս եմ, արդյոք ունի հույս Արցախ վերադառնալու եւ արդյոք այդ Արցախ վերադարձի ճանապարհը մտքում ունեք փայփայած եւ ինչպես եք պատկերացնում դեպի Արցախ այդ տուն դարձի ճանապարհը։ Ես հույսը չեմ կորցնում։ Ինչքան մանամ պիտի տենց հույսով մանանքել ես չի։ Ինչով եք զբաղվում Արցախում։ Ոչինչ գյուղատնտեսությունով եմ զբաղվում, հետո 44 օրից հետո ծառայություն եմ ծառայում եմ։ Իսկ 44 օրյա պատերազմից հետո ինչ էսպես հույսով նորից վերադարձակ Արցախ, արդյոք դուք հոգու խորքում, ինչքան էլ չխոստովանեք, գիտակցում եք, որ պատերազմը չի ավարտվել եւ ինչ որ մի օր նորից վերսկսվելու միտում ունի։ Ասինքն էլ մեր հողներ, մեր տուններ։ Պատերազմից հետո էլ ձեր գյուղում շատ էին կրակոցները, չնայած այն հանգամանքին խաղաղապահների առկայություն կար գյուղում, բայց եղան դեպքեր, երբ նույնիսկ վնասվածքներ էր ստացել ձեր համագյուղացին, իսկ բլոկադայից ինչ կհիշեք, ինչ կպատմեք, այդ ժամանակ արդյոք էլի հույս ունեիք, որ կվերջանան այդ մղձավանջային օրերը։ Հույս ունեիք, որ կվերջանան ամեն ինչ, նորից կապարեինք նորմալ կյանքով, բայց վերջավել է վատացվել։ Այս անգամ, որ եկաք Հայաստան, ինչ զգացողություն էր, արդյոք մտածում եք, սա վերջն է, թե մտածում եք ժամանակավորապես եք Արցախից դուրս եկել։ Ժամանակավոր ես ենք մտածում։ Այս բնակարանը, որ ստացել եք, նման է ձեր Արցախի տանը։ Ոչ։
բայց երեք շնորհակալ անկել ծարամադրողին։ Հարմարվել եք Շիրակի մարզին։ Դենց 100% ոչ, բայց դե ինչ անենք, ճարներես ինչ։ Ստեղ մարդիկ շատ լավ են։ Կարևոր ժողովուրդը շատ լավ են։ Մեզ լավ են դիմավորել, կարևորը։ Իսկ նմանություններ տեսնում եք այս մարզի եւ Արցախի միջև, օրինակ շատ արցախցիներ կամքի ուժն են նմանեցնում, հյուրընկալությունը։ Հյուրընկալությունը ավելի Աշխատավոր են։ աշխատավոր ժողովուրդ են, չաչխավոր, գյուղի կյանքը են։ Հայաստան գալուց հետո ինչով եք զբաղվում, հիմա արդյոք ձեր զբաղվածության հարցը լուծվել է, աշխատանք ունեք, չունեք։ Դենց հիմնական չկա, բայց դե շինարարության բաների դենց զբաղվում ենք։ Ինքան կանանք ընտանիք պահենք։ Ինչպես հասակ Հայաստան, արցախցիները այդ Հակարիի կամուրջ հասնելու ճանապարհը դժողքի ճանապարհ անվանումն են տալիս։ Դուք ինչպես եք հասել Հայաստան։ Շատ ահավոր ձևի։ 3 օր ճանապարհ ենք եկել, չէ՞։ Մեծ ավտոյով, երեխեքը։ Աչքից դեմը մենակ երեխեքս են։ Երկուսն են։ Այո։ Շատ դժվար եկել ենք։